Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, շատ սիրելի նահատակներ, 35 տարին շատ լուրջ ճանապարհ է եւ ինչպես ասվեց, շատ կայացած քաղաքական ուժեր անգամ այդքան տարի չեն գոյատևում։ Եվ այս առումով մենք իսկապես միշտ խոսում ենք մեր տարիքի մասին եւ անդրադառնում նրան, որ այդ տարիքը մեզ չի մեծացնում, այլ երիտասարդացնում է։ Եվ Նաումը դրա ամենալավ ապացույցն է։ Դաշնակցությունը 135 տարեկան է, բայց ունի Նաում, որ 35 տարեկան է եւ գնալով ավելի երիտասարդանում է։ Դաշնակցության կենսունակության եւ Նաումի նաեւ կենսունակության ֆենոմենը գաղտնիքը հենց դրանումն է։ Դաշնակցությունը կարողացել է իր ամբողջ կենսագրության մեջ մեկտեղել թե փորձը, թե երիտասարդական ավյունը, թե ուժը, թե միտքը։ Եվ մեր արժեհամակարգն էլ հենց դրա վրա է ձևավորված։ Մեր կենսունակության գաղտնիքը կարելի է փնտրել հենց մեր զինանշանի մեջ, որ թե բահն է, թե սուրը, թե գրիչը։ Եվ շատ ճիշտ են արել Նաումը սկզբնավորողները, երբ որ վերցրել են այդ զինանշանից գրիչն ու սուրը եւ հավատարիմ են մնացել հենց այդ իրենց խորհրդին, որտեղ թե միտքը, թե ուժը, թե ավյունը երիտասարդական կարողացել են մեկտեղել։ Եվ պատահական չի, որ դաշնակցության հիմնադիրները հենց ուսանողներ են եղել, որտեղ մեր ուժը եղել է բանիմաց, կրթված, ուսում ստացած երիտասարդը։ Եվ նա է, որ ապագա է կերտում, նա է, որ կարողանում է տեսնել օրվա հրամայականը, տեսնել ձևերը եւ մեթոդները, ինչպես իր կյանքը արժևորի եւ իմաստավորի։ Եվ այդ առումով մեր նաումականները ունեն փաղանք մեծ այս տարիների ընթացքում առաջացրած, որով ամեն մի կուսակցություն կարող էր հպարտանալ։ Մարդիկ, ովքեր որ հենց իրենց ստեղծման պահից հաջորդ իսկ օրը երկիրը եւ հայրենիքը տագնապի մեջ էր, հարձակումների տակ, ամեն ինչ թողեցին եւ գնացին ճակատ եւ տվեցին զոհեր, որոնք մնացին մեր հիշողություններում որպես պայծառ օրինակ, որպես մի տիպար երիտասարդի, որ մենք մինչև հիմա քարոզում ենք, որտեվ այդպես է, որ երիտասարդը կարող է իր կյանքում ինչ-որ օգտակար գործ անել եւ ոչ միայն իր համար ապրել, այլ ապրել նաեւ իր երկրի, իր հայրենիքի հոգսերով եւ նրա իրավունքների պաշտպանության համար։ Եվ մենք թե առաջի ազատամարտի ժամանակ Նաումի պայծառ կերպարներ տեսանք, թե 44-օրյա պատերազմի, թե քառօրյա պատերազմի բոլոր ժամանակներում Նաումը իսկապես եղավ հավատարիմ իր կոչմանը, հավատարիմ իր առաքելությանը եւ շարունակեց այն գործը, որ իր նախկիններն էին սկսել դեռ տարիներ, տասնամյակներ առաջ։ Եվ այո, դաշնակցությունը որտեղ որ կայացել է, այնտեղ միշտ իր կողքին ունեցել է Նաումի նման երիտասարդական կառույց։ Դա եղել է բոլոր տեղերում, որտեղ դաշնակցությունը վերընձյուղվել է, հաստատվել է։ Եվ Նաումն էլ այո, դրա օրինակն է մեր նորանկախ պատմության այս տարիների անցյալի վերլուծությունը դա է ցույց տալիս։ Նաև ուսանողական միությունները դաշնակցության համար եղել են իրավի կադրերի դարբնոց։ Մենք ստացել ենք այնպիսի կադրեր մեր կուսակցության մեջ, որոնք հենց ուսանողական միություններից են եկել։ Նորից հիշելով մեր հիմնադիրներին, բայց նաև բոլոր հայտնի անձանց, մեր կուսակցության մեծերին, որոնք անցել են հենց այդ ճանապարհով։ Եվ այս կառույցը իսկապես երկար տարիների դեռ անելիք ունի, իր ժառանգությունը գիտակցում է, իր առաքելության տերն է եւ
մենք միայն կարող ենք մաղթել հաջողություն, մաղթել երկար տարիների աշխատանք եւ օրինակ մեր սերունդները դաստիարակելու համար։ Այսօր էլ Հայաստանը եւ հայությունը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ։ Եվ ես վստահ եմ, որ Նաումի նման կառույց ունեցող հայ հեղափոխական դաշնակցությունը միակամ համոզումով հաղթահարելու է նաև այս դժվարությունները մեզ բաժին հասած։ Եվ Նաումի նման մեծ պայծառ դեմքեր ունեցող կառույցն է, որ կարող է անգամ անգելանելի վիճակում ելքեր գտնել։ Ինչպես մեր Սարդարաբադի երգն է ասում, երբ չի մնում ելք ու ճար, միշտ խենթերն են գտնում հնար։ Հիմա, երբ այլ տեղերում լուծումներ չգտնեն, ես վստահ եմ, որ Նաումի երիտասարդները, մեր երիտասարդական կառույցները միշտ ցույց կտան անսպասելի լուծումներ եւ անսպասելի ելքեր։ Այդպես եղել է թե ազատամարտի ժամանակ, Արցախյան ազատամարտի, թե բոլոր այն վիճակներում, երբ որ թվացել է, որ այլևս ելք ու ճար չկա։ Ձեզ մաղթում եմ հաջողություն, բարի երթ եւ նորից իրար հետ միասին, միավորված կերտենք մեր հաղթանակները, որին այսքան կարոտ է մեր ժողովուրդը։